Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներում, ասել է ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին այն ուղին, որով նրանք ցանկանում են գնալ, եւ Եվրոպան կաջակցի նրանց, ասել է նա։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ առաջարկել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ քննարկել Եվրամիության հետ կապված Հայաստանի ծրագրերը։ Նրա խոսքով տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հանրաքվե անցկացներ Եվրամիությանը կամ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցով։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հակամարտության ավարտին ուղղված ամերիկյան առաջարկին Թեհրանի պատասխանը խելամիտ է, օրինական եւ մեծահոգի։ Առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակայն մերժել է Իրանի պատասխան առաջարկը։ Այն ինձ դուր չի գալիս, բացարձակապես անընդունելի է, նշել է նա։ Թրամփի կողմից իրանական պատասխանի մերժումը հանգեցրել է նավթի գների աճի շուրջ 3%-ով։ Brent տեսակի նավթի գինը հասել է 1 բարելի դիմաց $104.5, իսկ ամերիկյան WTI տեսակի նավթի գինը գրեթե $98.5։ Ուկրաինայի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարներ Միխայլո Ֆեդորովը եւ Բորիս Պիստորիուսը Կիևում ստորագրել են փաստաթուղթ Brave Germany համատեղ ծրագրի շուրջ, որը նախատեսում է պաշտպանական տեխնոլոգիաների զարգացում։ Բացի այդ, Պիստորիուսը հայտարարել է, որ երկու երկրները սկսում են մինչև 1500 կիլոմետր հեռահարությամբ անօդաչուների համատեղ արտադրություն։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ֆեդորովի խոսքով Բերլինն անվտանգության ոլորտում Կիևի գլխավոր գործընկերն է։ Նրան բաժին է ընկնում Ուկրաինային տրամադրվող ամբողջ ռազմական օգնության շուրջ 1/3-ը։ Միևնույն ժամանակ Կիևի եւ Մոսկվայի միջև հարվածները շարունակվում են չնայած հայտարարված երրորդյա հրադադարին, որն ավարտվում է մայիսի 11-ին։ Ուկրաինան հայտնել է 3 զոհի մի քանի վիրավորի մասին։ Ռուսաստանում եւս ուկրաինական հարվածներից կան վիրավորներ։ Իր հերթին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է միջնորդական ջանքերն ուկրաինացի եւ ռուսաստանցի ռազմագերիների փոխանակման հարցում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երրորդյա հրադադարի ընթացքում նախատեսվում է հազարական ռազմագերու փոխանակում։ Չինաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով երկրում կլինի մայիսի 13-ից 15-ը։ Սա ԱՄՆ նախագահի առաջին ուղևորությունն է Չինաստան 2017 թվականից ի վեր։ Թրամփի այցը նախատեսված էր ապրիլի սկզբին, սակայն ուղևորությունը հետաձգվել էր Իրանի դեմ հակամարտության պատճառով։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են Թրամփի առաջիկա այցի ընթացքում ջանքեր գործադրել Վաշինգտոնի հետ տարաձայնությունները վերացնելու համար։ Ըստ խոսնակի, Չինաստանի ղեկավար Սի Ցինփինն իր ամերիկացի գործընկերոջ հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, համաշխարհային խաղաղությունը եւ զարգացումը։ Սյուզաննա Չրաղյան, Լուրեր։